Դուք չեք առերեսվում են իրավիճակի մեջ, որ երբ որ նեղ վերնախավը միլիոնատերը, այսօր քահանաների մի զգալի մասը չքավորության եզրին է։ Դուք չեք առերեսվում են իրականության հետ, որ ծանոթով են քահանա նշանակում, այսպես ասած, թոթոլ տեղերում։ Ես ասեմ են որ ինչ եմ ասել եպիսկոպոսների հետ հանդիպմանը, ասել եմ լսեք հարգելիներս, սրբազան հայրեր, ես ինձ հարց եմ տալիս, ասում եմ ես այնուամենայնիվ Կտրիչ Ներսյանի հետ շփվել եմ, էլի, ասենք ժամերով, օրերով, նույնիսկ եղել է Հայաստանից Միացյալ Նահանգներ են գնացենք Նաթիռում, ասենք այդ ինչքանը 12 ժամ կողք կողքի նստել եմ։ Ես ինքս ինձ հարց եմ տվել, ասել եմ ո՞նց կարա էլի, ո՞նց է սենց լնում, որ հոգևորականի հետ խոսած ժամերով, օրերով ու որևէ հոգևոր թեմա չարչարծվի։ Ինքը ոչ մի հոգևոր թեմայի չանդրադառնա։ Չանդրադառնա, ստեղ փող կա, ստեղ բետոն կա, այնտեղ պագրիշկա կա, այնտեղ յուղի լավ գործ կա, այնտեղ չգիտեմ ինչ գործ կա, այդ դա է կատաստրոֆան։ Դուք չեք առերեսվում են իրավիճակի մեջ, որ երբ որ նեղ վերնախավը միլիոնատերը, այսօր քահանաների մի զգալի մասը չքավորության եզրին է։ Դուք չեք առերեսվում են իրականության հետ, որ ծանոթով են քահանա նշանակում, այսպես ասած, թոթոլ տեղերում։ Իսկ նրանք ովքեր ինքնուրույնություն հեռավոր տեղեր են ուղարկում, որտեղ մարդ ընդհանրապես չի դնում։ Հայաստանի եկեղեցիները վեր են ածված ավերակների, պատշաճ ծառայություն չի մատուցվում, քահանաները ապրում են չքավորության եզրին, հոգևոր կյանքի լիակատար բացակայություն, Հայաստանի այս առաքելական եկեղեցու դեմ գործում է Կտրիչ Ներսիսյանը եւ բոլոր իրենց պաշտպանողները, որովհետեւ իրենց համար եկեղեցին եղել է, կա եւ ուզում են մնա ընդամենը խարդավանքների գործիք։ Մենք դա թույլ չենք տալու։ Կտրիչ Ներսյանը պետք է հեռանա, ես ամբիոնից ասել եմ, տարբերակ չկա։ Մենք կգնանք ամենաանցնցում ճանապարհով, բայց պետք է գնա, տարբերակ չունի։